Garni Invest Universal վարկային կազմակերպությունը ազդարարեց մուտքը Հայաստանի ֆոնդային բորսա, դառնալով բորսայում ցուցակված ընկերություններից մեկը։ Մուտքը խորհրդանշող ավանդական զանգի հնչեցման արարողությամբ մեկնարկեց պարտատոմսերի բորսայական շրջանառությունը, ինչպես նաև ընկերության գործունեության նոր փուլը, կապիտալի շուկայի միջոցով զարգացման եւ աճի ճանապարհին։ Ընկերության բարեհաջող մուտքին կապիտալի շուկա աջակցեց Արարատ բանկը։ Առաջ փորձը հաջողված էր, որովհետև հանկարծ ասած ես էլ այդ մտավախություններ ունեի կտեղաբաշխվի թե չէ, բայց հաջողությամբ ամբողջովին տեղաբաշխվեց եւ պահանջարկը շատ ավելի մեծ էր մեր սպասումներից եւ թողարկման ծավալներից։ Մեծ է նաև պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխող ընկերության դերը։ Դա Արարատ բանկն էր, Արարատ բանկն էր եւ ես շատ լավ համագործակցություններ, ես նաեւ եւ միջև այդ եւ հետագայում եւս տեղ ունեմ շնորհակալություն ասելու այն կոնկրետ մարդկանց, որ Արարատ բանկի աշխատակիցներին, որ մեզ օժանդակեցին, օգնեցին եւ նպաստեցին հաջող տեղաբաշխմանը։ Սա շատ գովելի է ողջունելի է նամանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ հանրությունը արդեն սկսել է ներգրավել կապիտալի շուկայի մեջ եւ տարբերակում է բանկային ավանդը պարտատոմսից, հասկանալով նաև պարտատոմսերի հետ կապված բոլոր ռիսկերը։ Արարատ բանկն ավելի քան 15 տարի հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակից, վերջին տարիներին ճանաչվելով կորպորատիվ արժեթղթերի շուկայում լավագույն տեղաբաշխող։ Բանկն ունենալով երկար տարիների փորձ ներդրումային ոլորտում, շարունակում է աջակցել այն ընկերություններին, որոնք նոր են մուտք գործում կապիտալի շուկա։ Սա եւս մեկ քայլ է կապիտալի շուկայի զարգացման առումով եւ վստահ եմ, որ մեր հաճախորդներին, մեր քաղաքացիների համար ներդրումների այլընտրանքային տարբերակների արկայությունը եւ բազմազանությունը միայն հօգուտ է լինելու եւ մեր նպատակն ու շահն էլ հենց հաճախորդներին բազմազան ծառայություններ մատուցելն է։ Պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում եւ ներդրողները, որոնք դեռ չեն հասցրել ձեռք բերել պարտատոմսերը առաջնային տեղաբաշխման ժամանակ, կարող են ձեռք բերել դրանք երկրորդային շուկայից։ Արարատ բանկը շարունակելու է իր մասնագիտական ներուժն ուղղել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանն ու նոր ընկերությունների աջակցմանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։